Snorkis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Այստեղ ինչ գործ ունես։ Բայց ես այստեղ եմ ապրում։ Լավ, ահա, Պադիլայի հանցակցին էլ կտանք, որտեղ է նա, որտեղ է թաքնվել։ Ինչ հանցակից, ում հանցակցի, ընկերս, զենքը ցածդիր, եթե նա այստեղ է ապրում, ուրեմն իրավունք ունի իր տանը լինել, սպասիր հանգիստ, Խոսեիթո, այս իրեր երբևէ տեսել ես։ Ոչ չեմ տեսել, դրանք ինչ գործ ունեն այստեղ, ես վաղուց այստեղ չեմ եղել։ Քեզ հիմարի տեղ միրիր Խոսեիթո, Պադիլան է բանական, իսկ դու նրա հանցակիցն ես, որտեղ է նա, որտեղ է թաքնվել։ Ես ոչինչ չգիտեմ, ես չեմ կարող ասել Պադիլան է բանականը թե ոչ, ես նրա հանցակիցը չեմ։ Չգիտեմ թե որտեղ է նա։ Ուրեմն որ գրողի ծոսն այդ մարդը գնացել։ Ուրեմն դու չգիտես թե ինչու կամ ինչպես է մահացել մայրս, միթե մեկից մի բան չես հարցրել, նրանք քեզ ոչինչ չեն ասել։ Անկեղծ ասած չեմ ուզում այդ մասին խոսալ։ Մի տեսակ տխրում ինձ ահավոր եմ զգում։ Ոչ, Վալենտինո, ես չեմ ուզում որ տխրես, որովհետև հետո խոլեստերինդ կբարձրանա, իսկ դու պետք է հոգ տանես քո մասին, այլապես ով կխնամի ինձ ու աղջիկներիս։ Ինչպես թե ինչպես, քո փողերով։ Սպասիր մեկ րոպե, լսիր Վալենտինո, իսկ եթե ինձ այն թանկ ռեստորանը հրավիրես, որ խոստացել էիր, ինչ կասես։ Դուր նախ նամակը նայեմ։ Ոչ, հարկավոր է շտապել, որովհետև գիտես ինչ, ուզում եմ նախ մի բաժակ գինի խմենք ու հետո տեսնեմ համաձայնվում ես արդյոք ինձ հետ ամուսնանալ։ Արի, գնանք։ Հիմա կիմանանք, թե տատիկն ինչ է գրել։ Վերցրում։ Հիմա ասա տեսնեմ, ինչ ես պատրաստում անել դրանց հետ։ Ես Յոլանդային պիտի հիշեցնեմ, որ այս տան միակ Բորովսկի տիկինը եղել է ու մինչև հիմա էլ Հելենան է։ Միթե, մի քանի զարդերով։ Կտեսնես Տեոբալդո։ Կապ չունի թե որքան ժամանակ է անցել։ Այստեղ դեռ Հելենան է հրամաններ տալիս ու ես այդ խոհարարուհուն ցույց կտամ իր իսկական տեղը։ Իսկ այդ երբանից ես այդպես տարված իմ մայրիկով Ռոմելիա։ Ես միշտ էլ հիշում եմ նրան Տեոբալդո, մենք լավ ընկերներ էինք։ Նա ինձ շատ բան է սովորեցրել, ես հաճախ նրա սենյակ էի գնում ու նա ինձ լավ խորհուրդներ էր տալիս։ Հիշում ես թե ինչպես է նա մահացել։ Հայրս ասում էր, որ երազների խաչը կրելիս է մահացել։ Իսկ եթե ասեմ, որ դա ճիշտ չէ, որ այդպես չի եղել։ Նա վստահում էր ինձ։ Նա ինձ ամեն ինչ պատմում էր։ Հելենա Բորովսկուն Յոլանդան է սպանել։ Վաղը պիտի այս մասին խոսենք երիտասարդների հետ, ավելի լավ է տեղը դնենք։ Իսկ եթե պատճենա հանենք։ Ներս մտիր Վալենտինո։ Ինչ է պատահել։ Աղջիկներ, ուրախ եմ, որ քնած չեք, օգնեք ինձ, Վալենտինոն իրեն լավ չի զգում, օգնեք ինձ։ Իհարկե։ Այո։ Ինչ է պատահել, պարոն։ Ոչ, լուրջ բան չկա, ինձ հետ հաճախ են նման պատամ, մի անհանգստացեք։ Իսկ շաքարի պրոբլեմ ունեք։ Արի մի բաժակ ջուր տանք նրան։ Այո, գնացեք աղջիկներ, Վալենտինո, խնդրում եմ, չմեռնես, մենք դեռ չենք ամուսնացել, այլապես գրոշ անգամ չենք կարողանա մեր որդուն ժառանգել, քո որդին ոչ մի գրոշ չի ունենա, ես հիմա մի բան կգտնեմ, որպեսզի օդ տամ քեզ, սպասիր ինձ։ Ահա,
Դե լավ Վալենտինո։ Ահա ջուրը։ Լավ, արդեն լավ եմ։ Այո։ Հիմա արդեն լավ եմ։ Լավ է, մինչև վերջ խմիր։ Այո, իսկ վաղը քեզ բժշկի կտանեմ, որովհետև որքան էլ խելագար համարեք ինձ, համենայն դեպս թույլ չեմ տա, որ դու ինձանից շուտ մահանաս Վալենտինո։ Կոստանսայի ոչ մի ասածը լուրջ մի ընդունի Բրոմելա, քույրս երբեք չի գիտակցում, թե ինչեր է խոսում։ Քո կարծիքով ես կհավատամ դրան։ Իսեր Աստծո։ Դու հիմար ես։ Ես գիտեմ, թե ինչ եմ անում, երդվում եմ, որ այս տանը դեռ երկար կհիշեք իմ խոսքերը։ Se van a acordar de mí. Ներս մտիր։ Իսկապես երախտապարտ եմ քեզ, չգիտեմ ինչպես պիտի մենակ նայի տանը, շատ շնորհակալ եմ Աուրելիո։ Ալեքսանդր, շնորհակալ եմ։ Ոչ, վերջ դուր Մատեո։ Մարս ես որ քո հետևից հիվանդանոց գամ ու քեզ այստեղ բերեմ։ Ինչ գործ ունի այս մարդն այստեղ։ Ես դեռ կարծում եմ, որ նա է իմ դստերը սպանել։ Տիկին Բրոմելա, դա այդպես չէ։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ պետք է ասես։ Իսկ ձեզանից բացատրություն եմ պահանջում։ Ինչ է անում այս մարդն այստեղ։ Յոլանդան է նրան կանչել, ու դա ամենաչնչին բանն է, որ կարող ենք Մատեոյի համար անել։ Այն բանից հետո, երբ նա իր երիկամը պարոն Տոնիին տվեց։ Ճիշտ է, Մատեոն է պիտի հավես կյանք։ Շատ լավ է։ Հիմա էլ պիտի այն անձնավորությանը շնորհակալություն հայտնենք, որ խորտակել է իմ ու նաև աղջկաս կյանքը։ Այո, դու ես մեղավոր Մարիա Գրացիայի մահվան համար։ Դե, ինչ եք տեսնում։ Ուրիշ էլ ինչ ձեր ամուսնությունը։ Դե մտադիր եք ձեր աշխատասենյակում ամուսնանալ։ Ինչ ամուսնության մասին է խոսքը։ Ինչպես ես իմացել այդ մասին։ Դե քահանան զանգել էր, որպեսզի ճշտեր արարողության ժամը։ Ես էլ ցանկացա ձեզ այս նվերը տալ։ Ես ոչինչ չեմ հասկանում։ Մնում եմ միայն որ դու այո ասես, ու ես կհամաձայնեմ։ Ես քահանայի հետ խոսել եմ, որ նա որքան հնարավոր է շուտ պատրաստ է ամեն ինչ։ Բայց փաստորեն Բերտեն իմացել է այդ մասին։ Թեպետ նա հիանալի անակնկալ մատուցեց մեզ։ Ուզում եմ իմանաք, որ ես սիրում եմ ձեզ, ու կարող եք ցանկացած բանում հույսներդ ինձ վրա դնել։ Ես գիտեմ, որ դուք սիրում եք միմյանց, ու որ Տերը նույնպես գիտի այդ մասին, եւ օրհնում է ձեր միությունը։ Ես ծաղկեփունջ եմ բերել ձեզ համար։ Վերցրու, աշխարհի ամենագեղեցիկ ընկերուհու համար է, այսինքն քո։ Ախ, սիրելիս, շնորհակալ եմ, գեղեցիկ է հրաշք է, շնորհակալ եմ գեղեցկուհիս։ Դու աշխարհի ամենագեղեցիկ ընկերուհին ես։ Սերգոյիտա։ Ինչպես բացատրեմ։ Աշխարհում ոչ մոլորակի վրա քեզ նման աղջիկ գոյություն չունի, միայն դու ես։ Դա համար էլ ուզում եմ, որ գոյիտա։ Ուզում եմ, որ իմ և քո միջև դե գոյիտա, ուզում եմ, որ իմ ու քո միջև Իմ ու քո միջև ինչ։ աղ գոյիտա, որ ես և դու որ մենք որ դու իմ ընկերուհին ես, բայց օրինապես ամեն ինչ պիտի օրենքի սահմաններում ունի, ուղղոցային ընկերուհիների նման չպետք է լինենք։ Մեր հարաբերությունները պիտի օրինական լինեն, հասկանում ես, բայց դրա համար գոյիտա, հարկավոր է որոշակի կանոնների հետևել։ Մենք չենք շտապում, այնպես չէ։ Իսկ որոնք են այդ կանոնները, ես կհետևեմ դրանց։ Լավ գոյիտա, հիմա մար առաջինը։ Լավ, առաջինը։ Ես կասեի մեր ցանկությունների
փող համաձայնեցումն է։ Բարձր չէ։ Իսկ դե հետո գալիս է երկրորդը։ Երկրորդը մի քանի սովորությունների սահմանափակ գործածումն է։ Դա ասենք դուրս գալը, ոսնելը, կամ ոգելից խմիչքը գոյիտը։ Արձավանիկները, սերվիշները, մի խոսքով ամեն ինչ, դա է գոյիտը։ Երրորդը նշանադրությունն է։ Այսինքն ուզում եմ ասել ամուսնությունը հասկանում ես։ Իհարկե դրանից հետո գալիս է նաև մյուսը չորրորդը։ Չորրորդը այնքան կարևոր չէ։ Դա է որովհետև գոյիտը։ Հասկանում ես, դա արդեն Իսկ ո՞րն է չորրորդը։ լավ գոյիտը։ Չորրորդը։ Չորրորդը 3-ից հետո 5-ից առաջ է, չէ՞։ Դե լավ, դες երբ այդ կետին հասնենք, այն ժամանակ ես քեզ կբացատրեմ, լավ գոյիտ է։ Եղավ։ Դե ինչ ասեմ։ Ինչ ասեմ։ Դե լուրդես Գրիգորիա։ Համաձայն ես իմ ընկերուհին լինել։ Իմ ընկերուհին։ Tú llegaste así, sin avisar, con tus risas cortas mi debilidad, manos que se rozan en el sofá. Միայն թե Dices que համբուրիր te ինձ։ vas, te quedas más. ¿Y cómo explico lo que siento? Se me enreda hasta el aliento cada vez que tú te acercas. Todo el mundo se despeja. Porque mi amor cabe perfecto entre tus manos. Դե իհարկե, ես ուզում եմ քո ընկերուհին լինել։ Cuando tú estás y este calor rompe el invierno de mi cuarto, se vuelve eterno cada abrazo, no hay vuelta atrás, no hay vuelta atrás. Մայրիկն ասաց, որ համարում ես, այնպես ուզենաս թե ոչ, պիտի սովորես, լավ։ Նորից շարունակում ես պնդել։ Իսկ ինչ ես ուզում որ անեմ։ Մայրիկն ասաց, որ եթե վերադառնաս, պիտի արդեն քոլեջում լինես։ Ախ, աստվածին, ձանձրացել եմ, ես չեմ սովորի։ Բայց նաև ասաց, որ եթե չցանկանաս, կարող ես ոչինչ էլ չանել։ Շնորհակալ եմ։ Ոչ սպասիր։ Նա նաև ասաց, որ քեզ փոխանցեմ, որ եթե ինքը գա ու տեսնի չես սովորում։ Հենց այդ շերոտիկ դպրոցը կվարկի քեզ, որտեղ որ Մարիա Գրացն էր սովորում։ Ես կպատասխանեմ։ Հալո։ Այո։ Այո։ Համոզված եմ, որ վերջին նորությունը չգիտես։ Այսօր Սանտիագոն պատրաստվում է Վիոլետայի հետ ամուսնանալ եկեղեցով։ Ինչ կարծիք ես։ Ոչ աստված իմ։ Ես էլ մտածում էի, թե երբեք այսքան երջանիկ չեմ լինի։ Շնորհակալ եմ այս պահի համար։ Ռոզա։ Սիրելիս, դու նույնպես գիտեիր այս մասին։ Իհարկե, սիրելիս, ես այս արարողության վկան եմ։ Ախ, ընկերուհիս ես երբեք չէի մտածում, որ երբեք ամուսնանամ Սանտիագոյի հետ։ Խնդրում եմ, Վիոլետա, դու արժանի ես սրան, դու ավելին ես արժանի, երանի ես էլ կարողանայի այսպիսի հարսանեկան արարողությամբ ամուսնանալ։ Բայց լավ է, որ նրանցից գաղտնի ենք ամուսնանում։ Պատկերացնում ես, եթե Տեոբալդոն ու այդ իտալուհին իմանան այս մասին, ոչ, նրանք հաստատ մի բան կանեն։ Ոչ, վերջ տուր, ամեն ինչ հիանալի կլինի, երբ այդ ընտանիքը քեզ նորից տեսնի, դու արդեն Սանտիագոյի հետ ամուսնացած կլինես ու ոչ ոք չի բաժանի քեզ նրանից։ Սիրելիս, Աստված իմ։ բայց շատ կուզենայի, որ մայրս ու Ստեֆանին էլ այստեղ լինեին ու ինձ իրենց օրհնությունը տային։ Ոչ, մի տխրիր սիրելիս, այսուհետ քեզ մեծ երջանկություն է սպասվում։ Չես պատկերացնի, թե ով է պատրաստում այսօր գաղտնի ամուսնանալ։ Ընկերս, Սանտիագոն, երդվում եմ։ Դե լավ։ Ում բացատրիր թե ինչ է տեղի ունեցել։ Ով զանգեց։ Խուանան Նովոմն մի քահանա էր, ասաց, որ Սանտիագոյին փոխանցեմ, որ ինքն այսօր ժամը 5-ին կարող է ամուսնացնել Սանտիագոյին։
Իսկ ինչու են նրան գաղտնի ամուսնանում։ Ինչպես թե ինչու։ Որովհետև միայն այդ դեպքում նրանց ոչ ոք չի խանգարի։ Ես այնտեղ եմ գնում։ Ես էլ եմ գալիս։ Ես էլ եմ գալիս։ Գնամ տեսնեմ ինչ եմ հագնում։ Դա շատ կարևոր օր է։ Սանտիագոն ու Վիոլետան չեն կարող միայնակ լինել։ Մեծ խնդրեմ կառաջանա, երբ տանեցիներն իմանան այս մասին։ Բայց արդեն շատ ուշ կլինի։ Ես երբեք եկեղեցով չեմ ամուսնացել ու շատ կուզենայի, որ այդպիսի օր լիներ իմ կյանքում։ Երդվում եմ, որ կլինի։ Անցյալ երեկո մեզ հետ շատ տարօրինակ բան տեղի ունեցավ մայրիկի տանը։ Վալենտինոն նրա ընկերը Հելենայի նամակներից մեկը բերեց։ Նրանք կարծես թե սիրեկաններ են եղել։ Ախ դու դավաճան։ Ճիշտ են ասում։ Մարման գետից վախեցիր։ Վեր տուր Նիկոլաս, բավական է ծաղրես մեզ։ Համել մենք լուրջ թեմայից ենք խոսում։ Այդ նամակում նա ասում էր, որ չի ուզում, որպեսզի իրեն փակի տակ պահեն, եւ որ պատրաստ է փախչել այդ մարդու հետ։ Փակի տակ։ Բայց որտեղ պիտի նրան փակեին։ Չգիտեմ, այդ պահին Մարիկն ծերուկի հետ վերադարձավ։ Նա իրեն վատ էր զգում ու հենց դրանից հետո նամակն ասես գետնի տակ անցավ։ Երևի այս մարդը վերցրեց։ Գուշակեք ինչ նորություն են բերել։ Այսօր քահանայի ու այն կնոջ լուսակադրությունն, այսինքն Սանտիագոն ու Վիոլետան պատրաստվում են ամուսնանալ։ Ինչ կարծիքի եք։ Մատեո, մենք շատ ուրախ ենք քեզ համար։ Նրանք, ովքեր սիրում են պարոն Տոնին, գնահատում են քո արարքը։ Այո, հատկապես մայրս։ Նա ասաց, որ այստեղ մնաց, որ ուժերդ վերականգնես։ Իսկ երբ մայրս գա, նա անձամբ հոգ կտանի քո մասին։ Անչափ շնորհակալ եմ, ես երախտապարտ եմ ձեզ։ Իսկ որտեղ է տիկին Յոլանդան, ես նրան չեմ տեսել, որտեղ է նա։ Դու գիտես, որ մայրս ծրպերի զորությանը շատ է հավատում։ Ու հիմա էլ գնացել է, որ իր ծառայությունները մատուցի նրանց։ Որովհետև եւ դու եւ հայրիկը արդեն լավ եք։ Բայց սեփ բան է։ Ոչ, հիմա ինձ հետ մի բան կպատահի։ Հիմա կուշաթափվեմ։ Այս սրիկան իրեն հայրիկի որդու տեղն էր դրել ու հիմա էլ եկել է, որ իմ տանը մնա։ Այս ագրավը։ Ալեքսանդրա, Մատեոն իր սենակը ուղղակի խնդրում եմ։ Այդ սև ագրավը պիտի այստեղ իմ տանը մնա։ Այո, Կոնստանսը։ Բայց Մայրս ասաց, որ նրան դիմադրանից այստեղ բերենք ու խնամենք։ Նա արժանի է դրան։ Բայց ինչ է կատարվում Յոլանդայի հետ, խելագարվել է ինչ է։ Իմ մայրը երբեք թույլ չի տվել, որ այս տանը ինչ-որ սևամորթ ապրի։ Սա ահավոր է։ Ես ինձ ահավոր եմ զգում, մարմնովս դող է անցնում, չի կարող պատահել։ Ամել Յոլանդան չի կարող այս տանը որևէ որոշում կայացնել։ Դա միայն ես կարող եմ անել։ Քեզ դուր գա թե ոչ, Կոնստանսը։ Մայրս է այստեղ տիկինը։ Ու ես ոչ ոքի թույլ չեմ տա վիրավորել նրան։ Եթե ինչ-որ խնդիր ունես, սպասիր մինչև նա գա ու պարզիր դա նրա հետ։ Բայց Մատեոն այստեղ կմնա եւ վերջ։ Լավ գոյիտա։ Դա այնքան հեշտ չէ բացատրել, բայց ասեմ, որ շատ հաճելի է դրանով զբաղվել է։ Ինձ դուր է գալիս դա։ Մակիտո։ Սա երկրորդ կետի մի մասն է։ Դու քեզ ինչպես ես զգում, երբ քո սիրած էակի կողքին ես։ Գոյիտա բավական է։ Այլևս ոչ մի մաման մի ասա։ Ես հասկացա մտքինդ, բայց արդեն ամեն ինչ բացատրել եմ քեզ։ Չպետք է շտապել։ Թող տեսնեմ։ Սիրտդ շատ արագ է, բաբախում։ Դա բնական է։ Մի լարվիր։ Արի այսպես անենք։ Ասա։ Դու մի ձեռքով բռնում ես ինձ, որպեսզի չընկնեմ, իսկ հետո մյուսն էլ այստեղ ես դնում, որպեսզի ինքդ քեզ օգնես, հետո դեմքդ մոտեցնում ես ինձ ու աչքերդ ինձ վրա հառում։ Այսպես։ Դու դա հրաշալի ես անում։ Հիմա ես կփակեմ աչքերս։ Perfecto entre tus manos, se hace pequeño el calendario cuando tú estás y este calor rompe el invierno de mi cuarto.
Աուրելո, գիտես ինչ, ես մտածում էի, որ մեր պսակադրությունը պետք է շատ յուրահատուկ լինի, այն եզակի երևույթ կլինի, գեղեցիկ, սքանչելի կլինի։ Ես գիտես ինչ։ Ինչ, Ոստանում եմ, որ մեր հարսանիքը աշխարհի ամենալավ հարսանիքը կլինի։ հեռախոսը։ Ես կպատասխանեմ։ Ալո, Ես Հելենա Բորովսկին եմ եւ ուզում եմ խոսել ամուսնուս հետ։ ասաց Հելենա Բորովսկին եմ։ Բայց չի կարող պատահել։ Ամուսնությունը մի շինության է նման, որը դուք ինքներդ պիտի կառուցեք։ Ժամանակի հետ դուք այդ շինությանը մեկական հարկ կավելացնեք, ու այն ավելի ու ավելի կբարձրանա։ Ընտանիք կկազմեք, երեխաներ կունենաք, խնդիրներ կծնվեն, բայց դուք ընդմիշտ ձեր անկեղծ ու հզոր սիրով կհաղթահարեք դրանք։ Կհարթեք բոլոր խոչընդոտները ձեր անկեղծ սիրով։ Իսկ հիմա կանգնեք։ Սանտիագո Բորովսկի, դու ընդունում ես Վիոլետա Սիլվային որպես կին։ Այո, իհարկե ընդունում եմ։ Իսկ դուք Վիոլետա Սիլվա ընդունում եք Սանտիագո Բորովսկուն որպես ամուսին։ Այո, ընդունում եմ։ Ստորագրեք այստեղ խնդրում եմ։ Դուք էլ։ Իսկ հիմա վկան։ Ես հիմա տվեք ստորագրեմ։ Որտեղ։ Այո, մյուս վկան։ Ստորագրիր։ Այժմ հայտարարում եմ ձեզ օրինական ամուսիններ։ Հիմա դուք ամուսիններ եք։ Ինչ է կատարվում այստեղ։ Ինչպես թե ամուսիններ։ Ով է թույլ տվել, որ այս ամուսնությունը տեղի ունենա։ Սա հնարավոր բան չէ։ Իմ որդի Սանտիագոն չի կարող այդ անառակի հետ ամուսնանալ։ Սա սրբապղծություն է։ Հեռացիր այստեղից։ Վերջ այս կրկեսին։ Մայրիկ։ Սա իմ պսակադրությունն է, ու դուք իրավունք չունեք այստեղ գալու անպատվել ինձ։ Մայրիկ ասոսերում, սա ինչ բան է։ Չես արգում որ ցանկությունը ինչ է։ Լավ կանես փոխես վերաբերմունքդ, որովհետև ես արդեն ամուսնացել եմ նրա հետ։ Բայց դա հնարավոր չէ, Սանտիագո։ Դու մայրիկիդ փոխարեն այս անառակին ես պաշտպանում։ Նա քեզ արժանի չէ, դու ավելին ես արժանի։ Լսեք, պարոն քահանա, դուք չեք կարող պսակել նրանք չեն կարող ամուսնանալ։ Ներեցեք ինձ տիկին, բայց դուք ուշացել եք։ Վիոլետան եւ Սանտիագոն արդեն օրինական ամուսիններ են։ Ինչ։ Միայն ոչ այս կնոջ հետ, Սանտիագո, ոչ։ Մայրիկ։ Այդ կինը ներկայացում սարքեց, բայց ամեն ինչ հիանալի կլինի, հանգստացիր։ Մայրիկ, բավական է։ Տուր ինձ աթոռը։ Արի այստեղ նստիր։ Ներիր ինձ լավ։ Ես գիտեի, որ դու այդպես կացեկանք էր մայրիկ։ Բայց այս ամուսնությունը սխալմունք չէ, ես սիրում եմ Վիոլետային։ Ու դա տիրոջ վկայությամբ բնության օրենքների համաձայն եմ անում։ Սանտիագո, ցանկացած կին կարող էր Բորովսկի դառնալ, բայց ոչ նա անբարոյական է, փողոցային անառակ։ Պարոն Բորովսկի, ահա ձեր ամուսնության վկայականը։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Հիմա այլևս ոչ ոք չի բաժանի քեզ Սանտիագոյից սիրելիս։ Համոզված եմ, կարող գրած գալ, ոսե Կոնստանսայի կամ Ռոմելիայի ձեռքի գործն են, որովհետև այս երկուսը միշտ փորձում են ինչ-որ բան անել։ Այո։ Նրանք կատաղած են, որովհետև Մատեոն հիմա այս տանն է մնում։ Այո, Աուրելո համաձայն եմ, բայց մյուս կողմից էլ ով կուզենա մահացած մարդու անունից հանդես գալ, այսինքն հանգուցյալի դերում հանդես գալ, դա կատակ բան չէ։
Ոչ դա անհնար Անաստասիա, որովհետև Հելենա Բորովսկին մահացել է։ Վստահ ես դրանում։ Ես ոչ։ Որովհետև փոքր եմ եղել, երբ մահացել է։ Բայց ախր հայրս ու մայրս միշտ հաստատում են, որ նա մահացել է։ Իսկ եթե նա չի մահացել։ Մտքովդ երբեք չի անցել, որ այդ կնոջ մահը շատ տարօրինակ է եղել։ Իսկապես, ամեն ինչ շատ տարօրինակ էր։ Իսկ եթե իսկապես այդ կինը չի մահացել։ Վաղվա մասին չգիտեմ, բայց այսօր ես անչափ երջանիկ եմ, որովհետև հիանալի գեղեցիկ ու ուժեղ ընկեր ունեմ, որը պաշտպանում է ինձ։ Սիրգոյիդա, ես էլ ոչինչ չգիտեմ վաղվա մասին, բայց այսօր, այս ժամն ու այս պահը ինձ համար հրաշալի է, ուղղակի հրաշք է։ Manos que se rozan en el sofá. Dices que te vas, te quedas más. ¿Y cómo explico lo que siento? Se me enreda hasta el aliento cada vez que tú te acercas. Todo el mundo se despeja. Porque mi amor cabe perfecto entre tus manos. Se hace pequeño el calendario cuando tú estás. Cuando tú estás. Welcome goal, fans, goal. De mi cuarto se vuelve eterno cada abrazo. No hay vuelta atrás. No hay vuelta atrás. Nos empapa un vaso que se cayó. Nos miramos fuerte, nadie habló. Tu perfume vive en mi colchón y en tu boca dejo el corazón. ¿Y cómo explico lo que pasa? Tiembla el pulso, tiembla el alma cuando dices que me extrañas. Se me cura hasta la nostalgia. Porque mi amor cabe perfecto entre tus manos. Se hace pequeño el calendario cuando... Очень приятно, խնդրում եմ, որովհետև ես այլևս ոչ ոքի չեմ վստահում։ Բախտս կբերի եթե ոստիկանության ձեռք ընկնեմ, որովհետև եթե Օվիդին ինձ գտնի, հաստատ կսպանի։ Լավ, հանգստացիր, լավ, կարող ես ինձ վստահել։ Ավելին, ես կօգնեմ քեզ։ Բայց լսիր ինչ եմ ասում։ Նախ պետք է ոստիկանությանը պատմես ողջ ճշմարտությունը։ Ինչ։ Հրագարվել ես ինչ է։ Ոչ։ Ես պետք է անհապաղ հեռանամ երկրից։ Ոչ, հանգստացիր, լավ։ Ես Նիկոլասին կգտնեմ ու կխնդրեմ որ տեսախցիկն ինձ տա։ Դու ամեն ինչ կպատմես ու մենք այդ տեսայրեսը ոստիկանություն կփակենք։ Իսկ դու այդ ընթացքում կթաքնվես։ Դա արդեն հատուց կլինի, հասկանում ես։ Ընկերս։ Հիանալի բան ես ասում, շատ լավ է, բայց միայն թե արագացրու, որովհետև ես չեմ կարող երկար սպասել։ Պատկերացնում ես, եթե Օվիդիոն գտնի ինձ, լավ, մի անհանգստացիր, ես գնում եմ, բայց դու ոչ ոքի առաջ չբացես դուռը, լավ, շատ լավ, գնա, երբ գամ, 5 անգամ կծածեմ դուռը, որպես իմանաս, որ ես եմ, լավ, շատ լավ։ Ինչ որ մեկը 5 անգամ տտես դուռը, երևի Խոսեի տանը փորձում է ինձ։ Հեռախոսը զանգում է։ Ալո։ Դեմետրիա, ես եմ Յոլանդան։ Յոլանդա, որտեղ ես։ Ասում են, որ գնացել ես տուրք մատուցելու սրբերին։ Ոչ Դեմետրիա, ճշմարտությունն այն է, որ ես որոշել եմ երազների խաչը հեռացնել տնից, քանի դեռ տոնին այստեղ չէ։ Ինչ։ Ախ, ոչ Աստված իմ, բայց ինչու ես նման բան արել։ Յոլանդա, ուրիշ ով գիտի այդ մասին։
Ինչ է պատահել, կնքամայր։ Բան է պատահել Յոլանդային։ Յոլանդա, ես գիտեմ քո նպատակը, բայց ավելի լավ է տուն գաս։ Ու դա էլ քեզ հետ բերես ու տեղը դնես։ Իրերն ավելի մի բարդացրու, խնդրում եմ։ Ոչ Դեմետրիա, այդ սարդը շատ տառապանք է բերել, դու էլ դա գիտես։ Ինչ այն տոնի ձեռքում է հայտնվել մեկը մյուսի ետևից դժբախտություններ են կապրում, անգամ որդիս կարող էր փոքր ժամանակ մահանալ այդ սարքի պատճառով։ Ես թույլ չեմ տա, որ այդ շարունակի տառապանք պատճառել մարդկանց։ Յոլանդա, լսիր մի րոպե։ Մի կախիր լսափողը, ալո։ Յոլանդա, Աստված իմ, ինչ է հիմա լինելու։ Յոլանդաներ, այո։ Ես քո շրթունքներից կարդացի կնքամայր։ Ինչ ասաց, ինչու նյարդայնացար կնքամայր։ Ինչ է պատահել Յոլանդային։ Ասա, Յոլանդային ինչ է եղել։ Մի սպանեք ինձ։ Ես ձեզ չեմ նվաճանալ, պարզապես չէի կարող Անաստասիային սպանել։ Իսկ Չերլի համար դա դժվար բան չէ։ Ես մտադիր չեմ քեզ սպանել, Падիլա, ոչ երիտասարդ։ Միայն երկու բան եմ ուզում քեզանից։ Նախ, ինձ մանրամասն պատմիր, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ երկրորդ, համաձայն ես շարունակել մեր համագործակցությունը։ Ինչ։ Արտասովորին սպանելու պայմանավորվածությունը ուժի մեջ է, Падիլա, բայց միայն դու պիտի անես դա։ Ինձ քո ընկերներից ոչ ոք հարկավոր չէ։ Քո գումարի մի մասը, Падիլա, այս ճամպրուկի մեջ է։ Դե ինչ, Падիլա, կշարունակես գործը։ Սպասեք, բայց չեմ հասկանում, պարոն։ Ես չեմ կարող։ Падիլա, հիշիր, ես սիրահարված տղամարդ եմ ու չեմ պատրաստվում արտասովորի պատճառով զրկվել իմ սիրուց։ Բայց ես մարդասպան չեմ։ Ես չեմ կարող մարդ սպանել։ Ես պնդում եմ, Падիլա, ուզում եմ Անաստասիային մահացած տեսնել։ Դու ինձ կօգնես դրանում։ Եղավ։ Ասա, ինչ է պատահել Յոլանդային։ Դե ասա, խոսիր։ Այո, սիրելիս Յոլանդաներ, բայց ես քեզ ոչինչ չեմ կարող ասել։ Կնքամայր, խնդրում եմ։ Ես գիտեմ, որ Յոլանդան էր, բայց ինչ է պատահել նրան, ինչ որ խնդիր է ծագել։ Ասա։ Կասեմ աղջիկս, բայց դու այդ մասին ոչ ոքի չպետք է ասես, պարզ է, անգամ ամուսնուդ եղավ։ Եղավ, շատ լավ, միայն թե ասա։ Յոլանդան տնից տարել է երազների խաչը։ Աստված իմ, կնքամայր։ Իսկ ինչու է Յոլանդան նման բան արել։ Խելագարվել է ինչ է։ Ոչ, խելագարը գիտես ով է, այն նա Հելենան, լսիր, երբ Աուրելիոն փոքր էր, ես խոստացա Յոլանդային օգնելու այնպես անել, որ այդ խաչն ընդմիշտ անհետանա, բայց հետո Հելենան առևանգեց Աուրելիոին ու այդտեղից էլ սկսվեցին տառապանքները։ Որտեղ է Յոլանդան։ Ուզում եմ, որ նա ինձ ետ վերադարձնի երազների խաչը։ Եթե չտա, ես կսպանեմ նրա որդուն, երդվում եմ։ Դու ինքդ գիտես, որ ընդունակ եմ այդ քայլին, Դեմետրիա։ Ինձ երազների խաչն է հարկավոր։ Հելենան երազների խաչի պատճառով ցանկացել է սպանել Աուրելիոին։ Ախ, կնքամայր, այդ զարդը միայն տառապանք է բերում։ Յոլանդան էլ է հենց այդպես մտածում, սիրելիս։ Այդ ժամանակ նա որդու պատճառով ետ վերադարձրեց խաչը, իսկ հիմա երբ Հելենան մահացել է, նա օգտվեց Տոնիի Մայամիում լինելու փաստից ու պատրաստվում է մեկ ընդմիշտ անհետացնել այդ զարդը։ Խնդրում եմ մի հատ վանիլային տվեք, մի հատ էլ շոկոլադով։ Վանիլային արդեն վերջացել է։ Բայց ես վանիլային եմ ուզում։ Բայց գոյիտը վանիլային այլևս չկա։ Արի ուրիշ բան գնանք, ինչ կասես։ Ոչ, ես հենց վանիլային եմ ուզում։ Պիան ինձ համար դրանից էր գնել, երբ դպրոց էինք գնացել։ Դες ինչ եղավ։ Բան եք կորցրել։ Աստված հեռու պահի։ Ոչ, դու չարաշահող ես, սրիկա, ինչպես նման բան անցավ մտքովդ, այլասերված վայրենի։ Սա ինչ դժբախտություն է։ Վերջապես գտակ ես Թեոբալդո։ Ինչու։ Երբ ինձ պետք ես լինում, գետնի տակ ես անցնում։ Ագրիպինա, ես ու Բրոմելյան աշխատում ենք ու եթե դու անելիք չունես, Սանտիագոյի մոտ հիմնադրամ գնա ու օգնիր նրան։ Թեոբալդո, ես հենց այնտեղից եմ գալիս։ Գիտես, որդիդ Սանտիագոն ինչ էր անում։ Ես կործանված եմ։ Գիտես, նա ինչ էր անում։ Ոչ, իսկ ինչ էր անում։ Թեոբալդո, նա ամուսնանում էր այդ անառակի, այդ փողոցային Վիոլետայի հետ։
Նրանք արդեն ամուսիններ են, պատկերացնում ես։ Ռոզա, ես չեմ ուզում, որ Սանտիագոն իր պատճառով կռվի իր ընտանիքի հետ։ Ոչ մի նման բան։ Դու ոչ մի բանում մեղավոր չես սիրելիս։ Իսկ նրանց որոշ ժամանակ է հարկավոր հասկանան, որ դու իմ կյանքի ամենաթանկի ակն ես։ Հանգստացիր։ Իսկ հիմա ուզում եմ քեզանից մի բան խնդրել, Ռոզա։ Խնդրիր, ինչ ուզում ես։ Տեսնեմ, այստեղ բավական գումար կա։ Ուզում եմ, որ Վիոլետայի հետ գնաք։ Ու մի գեղեցիկ հարցանց կերս գնեք։ Կընտրեք ամենագեղեցիկը։ Բայց միայն թե արագ։ Այլ Խուան արդեն մեզ է սպասում։ Մենք հենց այսօր կամուսնանանք։ Լուրջ ես ասում։ Այո։ Իսկապես։ Դու ինձ ամենաերջանիկ կինն ես դարձնում։ Ախ, Ռոզա, ես ջերմակ զգեստով եմ ամուսնանալու։ Իսկ ինչ էիր ուզում, բարդագույն զգեստով ամուսնանալ։ Դե իհարկե սիրելիս, ամեն ինչ օրինական կլինի։ Իսկ մայրդ եկեղեցու մասին ինչ-որ բան գիտի, որովհետև նա կարող է խանգարել մեզ, այնպես չէ։ Ոչ։ Ես այդպես չեմ կարծում։ Ես ոչ ոքի ոչինչ չեմ ասել, սա պետք է գաղտնի լինի։ Իսկ եթե մայրս իմանա հարսանիքի մասին, չեմ կարծում, որ հասկանա, թե որ եկեղեցում ենք լինելու։ Ես ուզում եմ կնոջս ջերմակ զգեստով տեսնել։ Գնացինք։ Շատ լավ, գնացինք առայժմ։ Տերը կօգնի ձեզ, ամեն ինչ լավ կլինի, հանգիստ եղիր։ Հանգստացիր, եկեք վերլուծենք իրավիճակը։ Խնդրում եմ Ռոմելիա, ինչ պիտի վերլուծենք, նրանք արդեն ամուսնացել են։ Այո, նրանք ամուսնացել են, բայց միայն փաստաթղթով Տեոբալդո։ Հիմա հարկավոր է թույլ չտալ, որ նրանք եկեղեցով ամուսնանան։ Ճիշտ է, նրանք ընդամենը փաստաթղթով են ամուսնացել Տեոբալդո։ Հիմա պարտավոր ենք մի բան անել, որպեսզի եկեղեցու պսակադրությունը տեղի չունենա։ Իսկ ինչպես դա պետք է անենք, կարծում ես, եթե Սանտիագոյի հետ խոսեմ, նա կլսի ինձ, իսկ սեր ասում ենք նույնիսկ չգիտենք, թե որտեղ է տեղի ունենալու այն։ Ընտանիքի անդամներից մեկն ու մեկը պիտի որ իմանա Տեոբալդո։ Կարող եք Ալեքսանդրայից հարցնել կամ էլ երիտասարդներից։ Այո, պիտի իմանանք որտեղ եւ երբ է տեղի ունենալու պսակադրությունը։ Ես դուք չեմ տա, որ այդ անառակը Սանտիագոյի կինը դառնա միայն դիակիս վրայով։ Ես պետք է խափանեմ այդ հարսանիքը։ Չեմ կարող թույլ տալ, որ նրանք ամուսնանան, ես թույլ չեմ տա, որ Սանտիագոն Վիոլետայի հետ ամուսնանա։ Ինչու թույլ չտվեցիր, որ մի լավ հասցնեի այդ կնոջը։ Ոչ, Գոյտա, սա ինչ բան է, ինչ գործում ես նրա հետ։ Ամեն մարդ իր բնավորություն ունի։ Համել Գոյտա, ամեն ինչ վերջացավ։ Վերջ։ Ամփուրիր ինձ հիմա։ Ոչ, չեմ ուզում։ Լավ Գոյտա, ընդամենը մի անգամ, փոքրիկ ամփույր։ Ոչ։ Տեսակ, պարոն ոստիկան, այդ ալասերված օգտագործում է այդ միամիտ աղջկան։ Իրապա, տեսեք ես ոչ զինված եմ, ոչ էլ ինչ-որ նման բան։ Մենք ոչ մի անօրինական բան չենք անում։ Ոչ, քո կարծիքով իմ տեսածը բավական չէր։ Դու ուզում էիր օգտագործել այս անմեղեակին, նա միամիտ աղջիկ է, իսկ այս սրիկան փորձում է չարաշահել նրա միամտությունը։ Աչքովս տեսածն եմ ասում։ Խնդրում եմ, ցույց տուր ինձ անձդ հաստատող փաստաթուղթը։ Քեզ եմ սպասում։ Պարոն, ճիշտ նահատեսային տանն եմ թողել, բայց Գոյտան իր աստղտեր իր մոտ ունի, այնպես չէ Գոյտա։ Իմ այդ փաստաթուղթը Պիայի մոտ է, բայց եթե նրան զանգեք, կարող է ցույց տալ ձեզ։ Ուրեմն ստիպված կլինեք նրան ոստիկանատնից զանգել, որովհետև դուք հենց հիմա ինձ հետ կգաք։ Աուրելիոն կարծում է, թե ես եմ բանականի միակ կասկածյալը, իսկ մենք պիտի այնպես անենք, որպեսզի նա փոխի իր կարծիքը։ Ինչ պիտի անենք, որ Աուրելիոն փոխի իր միտքը։ Ես պետք է ապացուցեմ, որ բանականն ինձ վրա է հարձակվել, ու այդ դեպքում նա կհրաժարվի այդ մտքից։ Իսկ կոնկրետ ես ինչ պետք է անեմ։ Ինչպես գիտես, Պադիլա բանականը միշտ մատուռում է հարձակվում։ Ուստի մենք այնտեղ կգնանք, ու դու ինձ վրա կհարձակվես և տեսախցիկը կձայնագրի այդ պահը։ Այդպես էլ կապացուցեմ, որ բանականը ես չեմ։ Լավ, պարոն։ Ամենայն դեպս դա ավելի հեշտ է, քան Անաստասիային սպանելը։ Իսկ Ակուսը այն մեկն արդեն կորցրել ենք։ Ես մեկ ուրիշն եմ գտել քեզ համար, Պադիլա։ Դե ինչ, կօգնես ինձ։ Ինչ հեշտությամբ եք գտնում այդ Ակուստը։
Լավ, դա կարծես թե հեշտ առաջադրանք է երևում, բայց ես պետք է մտածեմ։ Սխալվում ես, Նիկոլաս։ Տեսախցիկով հետաքննություն անելը մի բան է, իսկ իսկական մարդասպանի հետ խոսելը մեկ այլ բան։ Դա լրիվ ուրիշ է, այնպես որ զգուշ եղիր։ Յադրան իրավացի է, իսկ եթե դա վանականի հերթական ծուղակն է։ Լսեք, այս գործը սկսելիս որոշել ենք, որ մինչև վերջ շատ լուրջ ենք վերաբերվել դրան։ Այնպես որ հիմա մի սկսեք հիմարություններ ասել։ Իհարկե։ Ես գիտեմ, որ մարդասպանների մասին խոսելը հեշտ չէ, բայց մենք որոշել ենք, որ անպայման պիտի գտնենք նրան։ Ուստի ոչ մի սիրային պատմության վրա էլ չպիտի ուշադրություն դարձնենք։ Իսկ եթե Աուրելիոին կանչենք։ Իհարկե։ Լսեք, պետք է ռիսկի դիմել։ Մարկոյի ասածը հիշեք։ Կյանքում ամենավտանգավորը ոչինչ չանելն է։ Լավ, չհասկացա, բայց Պադիլան ինչ կապ ունի Հելենա տատիկի մահվան հետ։ Չգիտեմ, բարձ բացատրություն, բանականը տիկին Հելենայի վերամարմնավորումն է։ Իսկ նա ուզում է, որ մարդիկ վճարեն իրենց հասանելի քաշիվը։ Տիկին Յոլանդան սիրում է, որ ամեն ինչ մաքուր լինի, եղավ։ Նա պահանջում է, որ ամեն ինչ դասավորված ու հավաք լինի։ Մի բան էլ, նա բամբասանք չի սիրում, ինչպես նաև միջանցքներում փսփսոցներ։ Դուք միայն աշխատելու համար եք այստեղ։ Սրանից նրան բարփոխանցելը կամ բերանբացություն անելը արգելվում է։ Հասկացաք, ուրեմն զգույշ կլինեք։ Ողջույն, մենք եկանք։ Ախ, պարոն Տոնի, ինչպես այսքան շուտ եկաք։ Պարոն Տոնի, այնքան ուրախ եմ ձեզ տեսնել։ Աստված իմ, այնքան էի կարոտել իմ տունը, իմ ընտանիքը, Յոլանդային, օգնել էի այդ հիվանդանոցից, ասես բանտ լիներ, որտեղ է Յոլանդան, ուզում եմ տեսնել։ Պարոն Տոնի, Յոլանդան տանը չէ։ Ինչպես թե տանը չէ, ես ուզում եմ տեսնել Յոլանդային, ուզում եմ տեսնել կնոջս։ Պարոն Տոնի, Յոլանդան վերցրել է երազների խաչն ու հեռացել է։ Անիմասիրո խոսքեր Մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո յուսած թակարը թսին Պատմությունդ հորինված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է Ինչ անել, ինչպես քեզ բաց թողնել Ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ Ինչքան ես լուր հավատում եմ քեզ Այնքան ուժեղ այս շղթայ